Մենք վերադարձանք եթեր, մեր տաղավար, այս անգամ արդեն 3-ով, եւ ինչպես ասել էինք, մեր հյուրն է իմ շատ լավ ընկեր, աղեմի ընկեր, նախկիններից առաջվա ընկեր, ժամանակի իմաստով։ Նայիրին, Հայաստանը ես եմ քաղաքական նախաձեռնության հիմնադիր, ղեկավար, ես շատ շնորհակալ եմ, որ այսօր ստեղ ես, մենք կարծում եմ այսօր կունենանք շատ հետաքրքիր զրույց։ Ինձ հետ հաղորդումը կվարի հարգելի Զարան։ Մենք ծանոթ ենք պարոն Սարգսյանի հետ, так что Ես խոսքն էի փոխանցում։ Հա, ասում եմ դու էլ շնորհավորի։ Շնորհակալություն հայտնի, ասա հապեսով եկել ես։ Շատ ուրախ ենք, որ այսօր մեր հետ տաղավարում եք, ինձ թվում է մենք լայն հարցերի շրջանակ ձեզ հետ կկարողանանք քննարկել, ինչքան ես ձեր գործունեությանը հետևում եմ, դուք բավականին ակտիվ եք ու բոլոր հարցերի պատասխանները Առաջին հարցը, չեք սպասում, ընկեր ջան։ Ումից։ Այդ ակտիվությունը տենց ոնց ումից։ Նիկոլ Փաշինյանից ումից։ Ես Որ կալանավոր են։ Միշտ հայտարարում եմ ամոթ եմ համարում Նիկոլ Փաշինյանից վախենալը։ Հիմա դու Նիկոլ Փաշինյանից լավ չես վախում հասկանում, բայց կալանքից էլ չես վախենում։ Չէ դե։ Քո նման ընկեր ունի, ինչի պիտի վախենա, կգնաս կպաշտպանես։ Դա ասում, կգնաս վերջը գործով ապահովել մշտապես թե որ շարունակականության ապահովում է։ Անկեղծ յետելնեմ չէ, որովհետև մենք շատ ենք հայտարարել, մենք մեր ընկերներից փող չենք վերցնում։ Էդ էի ուզում։ Բոլոր քաղաքական գործերը մեր մոտ պրոբոնա են։ Անվճար գործեր պետք չի։ Հա, չէ, ինչքան քիչ լինի, այնքան ինչքան քիչ կալանավոր լինի, այնքան լավ։ Դու չդառնաս հերթականը։ Հավես չկա մեկ գիշերցրեք կամ կոյդ։ Մի խոսքով, իդեպ էս հենց այնպես չարծրեցի, որովհետև այս իշխանությունը իր այս քաղաքական ռեպրեսիաների միջոցով, անձանց կալանավորելու միջոցով, ասենք, չգիտեմ, օրինակ, Արշակ Սրբազանին, Բագրատ Սրբազանին, մյուսին կալանավորելով քաղաքական պատճառ, քեզ, ինձ, այն մյուսին վախացնելու նպատակ ունի։ Այ քո կարծիքով իր նպատակին հասնում է, որոշակի ազդեցություն ունենում է մյուս մարդկանց մոտ, չգիտեմ, կամ սովորական քաղաքացիների մոտ աշխատում այդ վախացնելու մեթոդը։ Սովորաբար ինչպես է մարդը որոշումներ է կայացնում կամ գործունեություն ծավալում։ Իր ինքնությունից ելնելով, չէ, այսինքն ինչպիսին ինքն է պատկերացնում է դիմացին ինքն է։ Եթե ինքը վախկոտ է եւ որևէ բանից կարող է վախել, բնական է, չէ, որ կարող է ինքը մտածել։ Իմ ժամանակ հենց այս նույն բառերով ասել եմ, հա։ Այսինքն դուրս եմ գալիս ու կալանավորվում եմ նշանակում է։ Այսինքն դեռ համաձայն եմ քո հետ, ես էլ եմ դա ասել ժամանակին։ Բայց այստեղ ֆենոմեն կա է, մարդը, որը բերդում անցակացրել քաղաքական գործով ինչքան մի տարուց ավել կարծեմ այն ժամանակին ինչքան դատապարտվեց, այդ մարդը թվում էր թե հակառակը պետք է ներքին ինչ որ զսպանակներ ունենա, էլի, որ ինքը ոչ մի դեպքում իր ընդդիմախոսների հետ այդ պայքարի մեթոդը չընտրի, որովհետև ես հիշում եմ այն ժամանակ ինչքան վախ կար այդ բերդի նկատմամբ իր մեջ, ինքան հենց այդ անային, ասում եմ, ինքը որ դրանից սարսափում է, բայց հետո դու պետք է թվում է բոլորը դրանից վախենում են, չէ, բայց ինքը հիմա իշխանություն ունի, ինքը այն ինչ որ երբևէ պատկերացրել կամ իրանք բարձրաձայնել են նախկին իշխանությունների հասցեին, այ դրա քառակուսին կամ, չգիտեմ, հարյուրապատիկ այսօր իրանք անում են։ Գիտես, իմ մոտ սենց է, ես գոնե տենց եմ պատկերացնում, եթե քեզ փոքր ժամանակ ծեծել են տանը, դու ոչ մի դեպքում քո երեխային չպետք է ծեծես, ոչ թե այդ արետավոր պրակտիկան դու էլ բերես, էլի։ Թվում էր թե ինքը պետք է ներքին բան ունենա, էլի, մերժում ունենա այդ մեթոդների նկատմամբ, հա, դա վախենալու է, հա, դա ազդեցիկ է, համաձայն եմ։ Դուք խոսում եք բարոյականություն եւ կարմիր գծեր ունեցող տեսակի մասին, բայց մենք քննարկում ենք տրամագծորեն հակառակ տեսակը։ Հետևաբար շատ այդպիսի դրական սպասումներ այսպիսի մարդուց կարծում եմ միամտություն է եւ երկրորդ դրդապատճառը ինչու է այդպես վախի մթնոլորտ փորձում իր հավատով իր կարծիքով սերմանել ամենազգուշ վարորդները սովորաբար ովքեր են լինում սկսնակները ովքեր որ խմած վարորդները օրինակ վախենում են, ովքեր որ չգիտեն, որ պարագայում ինչ աստիճանի տակ, ինչ անկյան տակ պետք է որևէ խաչմերուկ հատել եւ այլն։ Հիմա այս մարդը իր վախից ելնելով անընդհատ փորձում է ընդդիմախոսներին տանել։ Ինչու, որովհետեւ ընդդիմախոսը եթե հասավ հաջողության, ինքան միջապես հայտնվում է այնտեղ, որտեղից դուրս է եկել։ Այ իր վախերը նաեւ տեղից են գալիս։ Չէ, վախենում է մարդը նորից բերդում հայտնվելուց։ Հա, դե ինքը գոնե հա հաստատ։ Բերդում հայտնվելուց թե իշխանություն չունենալուց։ Նույն բանը ի տարբերություն։ Չէ, ինձ թվում է իրանց մոտ բոլորի մոտ ամբողջ թիմի մոտ այդ տպավորությունն է, որ իշխանությունից հետո կյանք չկա։ Սա իրանց ոնց որ վերջին մենամարտը լինի, էլի։ Եթե կներես, եթե նկատի ունենանք թե ով էին իրանք միջև
իշխանություն ունենալը։ Դե ապրում էին ամեն դեպքում, նես չի որ ծնվել են իշխանություն ունենալու օրը։ Բայց այնց ապրելը։ Ումա պետք է ոչ մի իրենց կյանքում 90%-95%-ը կան դե մարդիկ, որ իրականում ինչ-որ բան ստեղծել էին, հա, երբևէ, բայց այդ մարդիկ ոչինչ երբևէ չէին ստեղծել, ոչինչ չէին վաստակել, հիմա եկել են ունեն ամեն ինչ։ Տներ են առնում, չգիտեմ, մեքենաներ են առնում։ Համաձայն եմ։ Պարոն Սարգսյան, բայց ամեն դեպքում հետաքրքիր է, էլի դուք որպես քաղաքական ուժ, որպես քաղաքական գործիչ, այդ վախերի բացատրությունը տեսնում եք, այսինքն ինչ որ օբյեկտիվ իրականություն կա, որից դրդված է ինքը վախենում, չգիտեմ, հարցում արել կամ ինչ որ արտաքին վտանգներ է տեսնում, ինչու՞ է պայմանավորված այս վախերը։ Վախերը պայմանավորված են իր արարքներով։ Ինչքան էլ որ ինքը կխոսի եթերներում, տարբեր տեղեր, տարբեր հարթակներում եւ կասի, որ մենք թիրախավորում ենք 65%, մենք հաղթելու ենք եւ այլն, ներքուս գիտակցում է, չէ՞ որ դա սուտ եւ կեղծիք է։ Ինքը շատ ավելի լավ ունի հարցումների սոցիոլոգիական հարցումների պատասխանները, քան մենք, որտեղ տարբեր ճակատներով այդ հարցումներն իրականացնում եւ տեսնում է, որ այս մարդը վաղ թե ուշ պետք է իշխանազրկվի, ընդ որում շատ մոտ ապագայում պետք է իշխանազրկվի։ Եվ իշխանազրկման պարագայում դուք պատկերացրեք ինքը միայնակ մնալու պարագայում թվարկի իր կատարած հանցագործությունների տեսակները։ Եվ կարծես թե էլեկտրոնիկայի հետ էլ բավականին սեր ունի, այսինքն Google որոնողական համակարգում ինքը ընդհանրապես մի հատ կարող է որոնել տվյալ արարքը քրեական օրենսգրքի ինչ պատիժ է սահմանում։ Մարդը բավարար է, որ վախերից չկնի գիշերները։ Ասենք իր Facebook-յան հրահանգով կալանք անդիմադիրներին, ասենք դե սկսած Արցախի կորստից ամենավտանգավոր հանցագործությունից ու ամենաահետալի հանցագործությունից մինչև այո անդիմախոսներին WhatsApp-ով այդպես կալանքի հրահանգների ամբողջ խնդիրներն են, որ մենք էլի սա մասին ժամանակին շատ էինք խոսում, ինքը իր բոլոր հանցավոր արարքները կատարել է բացահայտ։ Այսինքն առանձնապես մի լուրջ քննության կամ ցուցմունքների կարիք էլ չկա, որտեղ այդ ինչ որ արել է, իր ելույթը իր Facebook-յան էջից ոչ մի չջնջի, ապացույցները կան։ Չի կարա ջնջի, այդ սա սկրինշոտ արվում, ապահովում, այդպես պետք է ավելի շատ վախենալ։ Տեսեք, թվում է թե որևէ հանցագործ պետք է իր հանցանքը ծածուկ չէ իրականացնի, փորձի չբացահայտի։ Ինչու՞ բացահայտ իրականացնում։ Դրանից պետք է վախենալ, որովհետև շատ ավելի լուրջ աղետներ է ինքը արդեն պլանավորել Հայաստանի Հանրապետությանի հայ ժողովրդի գլխին։ Ինչ է անում այս մարդը։ Փորձում է ընտրակեղծիքների կամ որևէ այլ կերպ իր վերարտադրությունը ապահովել, հետո ժողովրդին ասի դուք եք մեղավոր, ինչպիսին որ ունեցանք, չեմ հիշում 3-4 տարի առաջ։ Եթե համաձայն չէի Արցախը հանձնելու հետ, ինչի եղավ հեղափոխություն։ Նաև ասում էր Արցախը դուք եք մեղավոր։ Եթե չեք ուզում, հելեք բան արեք, հեղափոխություն արեք։ Բացի դա, մի հատ էլ հայտ արեց, չէ՞, հայտ արեց, ասեց ինչու եմ ես մեղավոր ես ամեն ինչի համար, բոլոր աղետների համար, դուք եք մեղավոր, որովհետև դուք ինձ ընտրել եք։ Այսինքն մեղսակից եւ հանցակից է դարձնում Հայաստանը։ Ասես եթե ես հանցագործությունը բացահայտ կատարում, որտեղ դուք եք ինձ ընտրել։ Իհարկե։ Այդ իրակապանը կա մշտական։ Բայց այդ պարագայում ինքը թվում է թե ինքը պետք է չկարողանա ընտրություն կեղծի։ Կկարողանա ընտրություն կեղծել, միանշանակ կարողանա, հենց դրա վրա պետք է բոլորս կենտրոնանանք եւ շատ ուշադիր լինենք։ Ընտրությունը մի քանի եղանակով է կեղծելու։ Իսկ մարդն կեղծում է։ Իհարկե կեղծում է։ Տեսեք, բավականին հայտարարություններ կան թիմ ընտրությունների ժամանակ, վերջերս վաղարժապատում տեղ ունեցած ընտրությունների ժամանակ ծրարների նախապես հանձնումով ընտրությունների կեղծիքները։ Գումարած մենք շատ հաճախ ենք չէ խոսում անտարբեր կամ չմասնակցող հասարակի ծրարի մասին է խոսքը։ Այո։ Ես գիտեի ծրարով փող են դու, էլի։ Դե կարծում եմ որ շարունակվի միջոց կարող է լինել։ Տարբեր համայնքներում կարող է լինել։ Քրեաթերթիկների մասին է խոսքը, փակ այո, որ մարդիկ մտնեն դա։ Հիմա տարբեր համայնքներում տանիքներ են վերանորոգում, ծրագրեր են իրականացնում։ Դա ընդրակերտիկ չի, ընդրակաշարք է, այո։ Իհարկե։ Ինչու բանակի տարի ու կես դարձնել ընդրակաշարք չի։ Թոշակը։ Էլեկտրոմոբիլների գույքարկի կրճատում ընդրակաշարք է։ Վերջերս թոշակների բարձրացումը ընդ որում ինչ-որ 16 չգիտի 10000 որտեղ կարող են ծախսել, դրանք բոլորը ընդրակաշարքներ են։ Այս մարդը այդ թվում գիտեք որ ընտրակեղծիքին է գնալու։ Տեսեք որ շատ հաճախ մասնագետները խոսում են ընտրության չմասնակցող քաղաքացիների մասին, դրանք այդքան իրականության չեն համապատասխանում։ Մարզից Երևան տեղափոխված 120,000 դրամով աշխատող աշխատակիցը չի կարողանալու թույլտվություն վերցնի վերադառնա մարզ ընտրություն կատարի հետ վերադառնա։ Նրանք առիթ օգտագործելու են եւ գրանցման վայրի հասցեում են ընդրակեղծիք իրականացնելու,
եւ պայմանականորեն Երևանում են ընտրակեղծիկ, այսինքն մի մարդ ընդհանրապես ընտրության չի մասնակցել, բայց երկու տեղ այո նրա անունով ընտրակեղծիկ իրականացնելու են։ Որովհետեւ դե բոլորս տեսնում ենք, չէ՞ որ բայց ախր մատնահետքովա չէ, այդ գրանցման համակարգը ո՞նց են անելու։ Գիտեք, երբ որ նման հարցեր կառաջանան, երբ որ գոյություն ունի գործուն վերահսկողական համակարգ։ Իսկ եթե տեսեք, într-adevăr մենեջմենթի կառավարման մեջ կատարողի հետ վերահսկողը չի կարող որևէ փոխկապակցություն ունենալ։ Այո։ Բոլոր ոլորտներում ամրագրվում է ընտանիքի անդամ, բարեկամ եւ այլն, որպիսի շահերի բախում հանկարծ տեղի չունենա։ Հիմա այս պարագայում կատարողը ինքն է, վերահսկողը ինքն է, այսինքն շահերի բախում ակնհայտ է, չկա որևէ գործուն մեխանիզմ, որ թեկուզ ընդդիմադիր ուժերը, այլ դիտորդական առաքելությունները կարողանան վերահսկել։ Դիտորդական առաքելությունների օրենքի հետ փոփոխությունը ինչով է հիմա իրան ձեռք տվել, որ այս պահին բերեց արագի մեջ անցկացրեց։ Ոնց է չեզոքացնում այդ դիտորդական առաքելությունները, որովհետև մենք գոնե երկու դեպք գիտենք, բավականին կայացած դիտորդական առաքելություններ, որոնք արդեն այդ իրավունքից զրկվել են, հա, ես ինչքան հասկանում եմ։ Չէ՞ որ դիտորդական առաքելությունն էլ է տեղականի մասին չի խոսք, օրինակ արտասահմանյան տարբեր դիտորդական միջազգային տարբեր դիտորդական առաքելություններ, այսպես իրեն հովանավորներ են։ Մի քանի դեպք վերջերս բայց այսօր մի հատ հետաքրքիր բան ա եղել պատմեմ Մարագի մեջ ու անցեք այդ բան ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է ԱՊՀ երկրների այդ դիտորդական առաքելությունին Վալենտինա Մատվիենկոին հրավիրել է ասել եկեք մեր մոտ ազգային ժողովի ընտրությունները մենք ժողովրդավարական չէ չես տեսնում դա միշտ արվել է ես գիտեմ որ միշտ արվել է էդիսոնից չես տեսնում այս դիտորդական թեմայի մեջ որ հատկապես ասում ես ցույց ես տալիս ընտրախախտ կամ ընտրակաշարքի կամ հա կեղծիքի ձևը ասում ես պիտի լինենք հետևողական միջազգային դիտորդները չեն կարողանալու այդ առումով հետևողական լինեն որովհետև նրանք ամենօրյա ռեժիմում կամ մեր տեղական ընտրություններում չեն տեսնում են ինչ որ ես ու դու կտեսնենք իսկ տեղական դիտորդներին որ բերեցին ու սահմանափակեցին ծառայ ասած այդ նույն խնդիրը հա այնպիսի սահմանափակումներ դրեցին ընդ որում առանց Վենետիկի հանձնաժողովի եզրակացության ուղարկելու առանց միջազգային որևէ փորձակնություն ստանալու սահմանափակում են դրել հերթով գալիս է այ արդյոք հենց այս նպատակ չուներ այդ զսպելու կամ արգելելու կամ հնարավորություն չտալու որ մենք ներսում կարողանանք դիտորդական առաքելության միջոցով հսկողություն վերահսկողություն իրականացնենք ընտրությունների կեղծելու process-ին միանշանակ համամիտ եմ միանշանակ այո պատնեշները շարում անընդհատ բայց մենք էլ ինչի համար ենք մենք էլ պատնեշները հաղթահարելու համար ենք չէ եթե դիտորդական առաքելություններին տեղական վստահելի կամ Չի ասում չեմ գրանցում քեզ ասում որպեսզի դու դիտորդական առաքելություն ունես որևէ մեկը պետք է քաղաքական որևէ կապ որևէ մեկի հետ չունենա նվազագույնը երկու մեխանիզմ ունենք չէ վերահսկելու դիտորդական առաքելության միջոցով եւ վստահված անձանց միջոցով հիմա եթե դիտորդական առաքելությունների համար պատնեշ է սահմանել մենք չունենք խորհրդարանական մեծամասնություն օրենսդրական փոփոխություն իրականացնելու առավել եւս ստորագրահավաք իրականացնելու կարճ ժամանակահատվածում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հետեւաբար մնաց հաջորդը վստահված անձերի ինստիտուտը եւ ԶԼՄ-ներ հիմա պետքա ԶԼՄ-ների հետ բոլորս շատ ինտենսիվ աշխատանք տանենք եւ բոլոր ընդդիմադիր ուժերը միմյանց հետ վստահված անձերի փոխգործակցություն սահմանել շատ կարեւոր է այո Գյումրի ընտրությունների ժամանակ մամուլը շատ լավ աշխատեց Գյումրիում ես մի քանի անգամ շնորհակալություն եմ հայտնել մամուլին եւս մեկ անգամ առիթ օգտագործելով իհարկե պետք է խորին շնորհակալություն հայտնել շնորհակալություն դիքին զառա շատ բարձ ու շատ պատվաբեր ու շատ լավ աշխատանք կատարեց լոկալ էր էլի բայց ապրեք հիմա գալիս է դրա պետության մակարդակով մենք այդ ռեսուրսը ապրեք Գյումրիում իրականացելու հիմա պետքա դա հաշվի առնեն այդ թվում քաղաքական ուժերը ներուժը բավարարում էր Գյումրիին ներուժը կրկնապատկել տասնապատկել որպեսզի բավարարի ամբողջ հանրապետությանը երկու այդքան լրագրող չկա ժողովուրդ։ Եթե ուզում հարցնել թե քանի ընտրատեղամաս կա, քանի կետում ընտրություններ իրականացվում։ Միջազգային ձեր կուսակցության անդամ 2800 այդ տվյալները։ Խաչիկին կալանավորեցին որ չի ասել։ 2800 քանից չեմ հիշում մոտավորապես։ Այսքանը Գյումրիում էր թե չէ, այդքան ընտրատեղամաս Հայաստանում։ Այսինքն այդքան լրագրող պիտի ունենանք։ Չունենք այդքան, ամբողջ դաշտը այդքան չունենք։ Ուշացել ենք որոշակի առումով։ Այդ հարցը լուծեք։ Կարելի է Գյումրից անմիջապես հետո որոշակի ներդրումներ կատարել այդ ուղղությամբ
Ժամանակի ասային լրագրողներին մոլա փոխտալի կաշառեցին բան։ Որպես պրակտիկանտներ, սովորողներ։ Չէ, ես ձեզ ասեմ հիմա երկու լրագրող ճարել նախնդիր որ մնաց 2500 քանի բարդ գործ։ Ում գործ չտվեցինք դարձավ ընդդիմադիր։ Ում գործից հանեցինք դարձավ ընդդիմադիր։ Ով մեր սկզբունքներին ուրացավ, հրաժարվեցինք, դարձավ ընդդիմադիր։ Ով օրենք խախտեց, քրեական գործ հարուցեցին, դարձավ ընդդիմադիր։ Դե արի հիմա ու ապացուցի, որ ընդդիմադիր դաշտը մենք չենք ձևավորում։ Գուշակիր ով ասել։ Չէ, ես կասեմ ով ասել։ Էս ասելա Ալեն Սիմոնյանը։ Բայց ես ուրիշ հարց եմ ուզում տամ։ Դու ընդդիմադիր ես, այս թվարկածներից ո՞ր մեկն ես։ Օրինակ, չգիտեմ, ասում ում գործից անել են դες կարող է, Պաուլ Սարգսյան գործից անել։ Իմ կեսագրությունը անդրադառնալով որևէ տեղ չեմ մտնում, բայց մոռացել են իրանք հաշվի առնեն, որ մարդիկ կան, ընդդիմադիրներ կան, ովքեր որ հայրենիքին վերաբերվում են որպես զավակ եւ պատասխանատվությունը պարտավորություն են ստանձնում փայփայելու այս գիտակցումը չունեն։ Դրա համար նորմալ է որ այսպիսի հայտարարություններ պետք է։ Ինչ ենք զարմանում, ինչ ենք ընդհանրապես իրենց հայտարարությունների վրա կենտրոնանում այդպես։ Չկենտրոնանանք։ Կարծում եմ չէ, որովհետեւ դուրս է գալիս սպասարկում ենք իրենց օրակարգ։ Պետք է ընդհանրապես չենք կենտրոնանալ, վերջ անցանք այս թեման։ Բայց ես համաձայն եմ իսկապես։ Իրենց նպատակը հենց այդ է հիմնականում լինում, նույնիսկ ամուսնալուծվում են մարդիկ այդ նպատակներով, որ դրա մասին շատ խոսվի, ու մենք էլ խոսում ենք դրա մասին։ Մենք իշխանությունը այս պահին այդ մարդիկ են, ինչի մասին խոսենք։ Հիմա մարդը գնացել է մեկ ազգային ժողովում է բարբաջել, մյուսը Ստրասբուրգում է բարբաջել, ինչ անենք։ Այդ վեճը միշտ էլ եղել է, էլի։ Արդյոք ամեն բարբաջածի վրա պետք է այդքան խորանալ, քննարկել Facebook-ում գրել, ասել, բայց ինձ նպատակը հենց այդ չի։ PR-ը ինձ է դա հետաքրքիր։ Այն մարդ ուրիշ հարցից Չէ, մի րոպե, ասենք մարդը դրել է խնձոր աուտոում, ամբողջ համացանցը դատ են դրա համար։ Խնձոր ուտելու համար հիմա դատ։ Սև PR-ը հետեւյալ տրամաբանության տակ եկեք դիտարկենք, հա։ Սև PR-ը, որովհետև ստվերում է մնացածի PR-ը։ Այսինքն ամենևյա ռեժիմով այո բոլորը քննարկում են իր խնձոր ուտելը։ Հա, այդ կա այդ վարկածը, քեզ շատ հարազատ մարդուց եմ դա լսել։ Կարդացել, քեզ շատ հարազատ մարդ մի անգամ դրա մասին լայն վելություններ գրել, որ Չնի Արմինե Օհանյանը։ Այո, Արմինե գրել, որ հա ինքը խոսում է շատ տարբեր բաներ, անհեթեթ բաներ, բայց ինքը միշտ խոսում է եւ իրան միշտ դաշտը լցնում է։ Այ ինչ եք անում դուք։ Տեսեք, մենք նույնիսկ առաջարկում ենք բոլորին թող փորձարկեն որոշակի ժամանակատված, որպեսզի համոզմունք ձևավորվի իրենց մոտ։ Իմ տրամաբանությունը հետեւյալն է. անընդհատ խոսել ներկա իրավիճակի մասին, ներկա իրավիճակը որ ոլորտին եք ցանկանում անդրադառնանք, որտեղ աղետալի չէ, որ սոցիալական խավին եք ցանկանում անդրադառնանք, որտեղ որ իրավիճակը բարդագույն չէ։ Նկարագրենք դրա բացասական հետևանքները երկարաժամկետ պլանում, ներկայացնենք մենք բոլորս մեր առաջարկները, այսինքն Հայաստանի Հանրապետության ներուժից բխող բոլոր տեսակի առաջարկները, ու դրա 3D մոդելավորում, այսինքն ինչ ակնկալվող արդյունք կա։ Այս 40-ական համակարգը անդադ եթե աշխատացնենք, այստեղ գիտեք նույնիսկ կապ չունի, որ ընդդիմադիր ուժում հետ գաղափարական տարաձայնություն ունի, ում հետ չունի։ Եթե որոշակի այսպիսի կանոններ ֆիքսում ենք, նախ իրենց դաշտից դուրս ենք մղում, չենք քննարկում ընդհանրապես, եւ ռեալ արդյունքը ես ակնկալում եմ, որ պետք է ստանանք։ Քանի միլիարդ դոլար Ամերիկայից բերեցին։ Որ իմաստով բերեցին։ PR-ի համար նկատի ունես։ Պարտք վերցրեցին։ Չէ, այս բան Վենսը որ եկել էր, հայտարարություն արեց 9 միլիարդի մասին էր խոսքը։ Մենք պետք է տանք։ Այն որ պետք է մենք ուղարկենք որ ապրանք ստանանք։ Մի րոպե, այդ մարդիկ ասում են, հələ տեսեք ինչքան փող ենք, ինչքան ներդրում ենք բերել, թրիփ ենք սարքում, էս ենք սարքում։ Լավի վերջո ճանապարհներ են սարքում։ Ես մի անգամ օրինակ թոշակառուների համար թոշակի հիմնավորեցի, որ 11000 դրամով սրանց կառավարման 8 տարիների ընթացքում նվազել է։ Օրինակ անդադ կարելի է դա, այո, անդադ կարելի է դա տալ, չէ՞։ Հիմա եկեք գնանք ուրիշ սոցիալական խավի։ Մանկավարժին եկեք անդրադառնանք, նպաստացողին անդրադառնանք, լրատվականներին, բոլոր տեղերը եկեք անդրադառնանք։ Մեր դեպքում նաև հարկերն են կրկնապատկել, այնպես որ մեր վիճակը Ձեր դեպքում չգիտեմ, մեր դեպքում հա, փաստաբաններին դե հիշում ես ինչ արեց։ Մեզ են արել։ Բայց ձերը կրկնապատկում չէր ձերը։ Հիմա ասում լավ ճամփիկը սարքում եմ, թոշակները բարձրացնում եմ, բժշկական ապահովագրությունը բերում եմ։ Էլ ինչ ասում։ Ես մեկ ընտրակաշարք։ Չէ, ոչ այդքան բան եմ անում։ Իսկ հիմա նայրի, դու եկել ես, ասում ես բոլոր սոցիալական խավերին անդրադառնանք վատ է։ Ինչն է վատ է։ Ասեմ ինչն է վատ։ Այդ դրամա եմ էլի ասում, ասես ինչն է։ Ինչ որ մի
դեգեներատ բան ունեն, չէ՞, ինչ էր անունը, նախարար ունեն, ասում է, պապիկները ուրախացել են, չգիտեմ ինչից։ Դեգեներատ Իրանց բոլորն է։ Չնայած որ մեկը։ Տեսեք ինչ ասել։ Մեկը կա որ հաշվել չգիտի էկոնոմիկայի նախարարը։ Մեկը կա 3 անգամ հայտարարում, 4 անգամ հայտարարում։ Բայց եկեք անդրադառնանք իրականություն ունի իրականքում։ Ամեն մեկը տարբեր է։ Տեսեք, հայտարարությունը այլ բան է, ցանկացած մարդ նախատրամադրված է լավ լուր լսելու, չէ՞։ Իհարկե։ Բայց դրան եթե հաջորդում է ռեալ իրականություն, այսինքն հենց մարդը առերեսվեց, ինքը միանգամից տրամադրության անկում ունեն։ Հիմա մարդ հայտարարեց, մարդը Նիկոլ Փաշինյանն նկատի ունեմ էլ իհարկե։ Բայց այն դեգեներատին չբացահայտեց։ Նախարարը չիմացանք լավ։ Տեսեք։ Անունը չեմ հիշում, անկեղծ ասակի հիշեմ։ Էկոնոմիկայի նախարարը։ Հա, նույն մարդու մասն ենք խոսում։ Պոյանն է դե։ Մի անգամից հասկացար, հա։ Տեսեք, հայտարարում է յուրաքանչյուր օր նույն տատիկ պապիկներին թոշակառուներին ասում է դուք անվճար եւ բուժօգնություն եք ստանալու եւ խորհրդատվություն եւ դեղորայք, չէ՞։ Մարդը մտնում է դեղատուն եւ տեսնում է որ նշանակած 2000 դրամ արժողությամբ դեղը ինքը չի կարող ձեռք բերել, որովհետեւ պետությունը դրա համար սահմանել է 500 դրամ կամ հիմնադրամը առողջության ապահովության սահմանել է 500 դրամ փոխհատուցում։ Դեղատուն նրան չի վաճառում։ Պետք է հետ վերադառնա դեղատոմսի փոփոխություն կատարի, նորից հետ վերադառնա դեղատուն, որպեսզի դա ձեռք բերի։ Բժիշկը ասում է լավ, դե դեղից պետք չի ուրեմն, եթե գնային անհամապատասխանություն կա, եկեք ուրիշ դեղ նշանակեմ։ Արդյոք կա պատշաճ վերահսկողություն դեղերի նշանակումը կատարվում է օրինական, պատշաճ թե չէ, այսինքն հիվանդության համապատասխան թե ոչ, եւ ինչու են դեղատների սեփականատերին անեցքա տեղու տեր սարքում դարձնում։ Մենակ խաբեությունը չէ, ընտրակաշարք է, չէ, եւ բազմից հայտարարել ենք, այսօր էլ հայտարարում եմ, հունիսի 7-ից հետո մենք ունենալու ենք լրջագույն խնդրեմ ապահովագրական համակարգի, առողջության ապահովագրական համակարգի հետ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այդ թիվը, որ իրանք ասցին 180 միլիոն ավելացրել ենք ու այդ դրա շրջանակներում հնարավոր կլինի սպասարկել, իրականության չի համապատասխանում 800 միլիոն պետք է լինի առողջապահության ապահովագրության համակարգը, որպեսզի բոլոր շահառուներին կարողանա սպասարկի ու բժիշկները քիչ թե շատ նորմալ վարձատրվեն, հա։ Թվերով չենք կարող դա այս պայն ասել, որովհետև ինքը բավականին լուրջ հաշվարկի կարիք ունի, ընդ որում կան տեղեկատվություններ, որոնք որ այդքան էլ բաց չեն եւ մենք չենք կարող տիրապետել։ Այ իշխանությունը կարող է տիրապետել։ Գործիքակաց բավարար չափի ունի, որովհետեւ բոլորս մեր շրջապատում ունենք, չէ՞ մարդիկ, որ ակնհայտ գիտենք ունի հիվանդություն, բայց բժշկական կենտրոն երբևէ չի այցելել։ Այսինքն այսպիսի տվյալների բացակայությունը թույլ չի տալիս ամբողջական պատկերը ստանալ։ Բայց մենք ինչի ենք ասում, որ ապահովագրական համակարգը այսպես շտապ չպետք է ներդրվեր, որովհետև ընտրություններից առաջ դու դրակաշարք ես տալիս։ Ապահովագրական համակարգի վերաբերյալ խոսույթը սկսվել է իրենց իշխանության գալուց հետո անմիջապես։ Մոտավորապես 7-8 տարվա պատմություն ունի։ 7-8 տարի այս մարդիկ չեն աշխատել, ապահովագրական մենեջերների հետ ընդհանրապես չեն շփվել, մասնագետների հետ չեն շփվել, չեն հաշվարկել։ Մի հատ նախագիծ բերեցին հետ տարան, հաջորդը բերեցին ավելի վատը։ Սրանց էլ պարսի հիմնավորում, որ ընդրակաշարքը։ Հետո մենք նաև ունեցել ենք դեպքեր, որ ասենք պետպատվերը ավարտվել է նախադասությունը մեր երկրում կիրառելի նախադասություն է։ Ընդ որում դա սեպտեմբեր ամսից սկսած այլ լինում։ Լիմիտները վերջում։ Պետպատվերը ավարտվել է, ասենք հիվանդս պետք է վիրահատվես, սպասի հեսա հունվարին կբացվի, նորը այն ժամանակ կգաս, էլի։ Պետպատվերը ավարտվել է։ Ոնց կարող է մարդիկ դնեն ամբողջ պետության, չգիտեմ, աշխատող քաղաքացիներին ապահովագրություն ապահովեն, այն դեպքում եթե անգամ պետպատվերի այդ քիչ քանակը իրանց մոտ ավարտվում էր արդեն սեպտեմբերին։ Դուք նորից ելնում եք, գիտեք, որ կան խավարկածից, որ դրական բան եք ուզում ստեղծել, բարիք եք ուզում ստեղծել։ Այս մարդկանց նպատակը դա չի։ 2 ամիս ֆրանսիան միջավայրությունները իր նպատակը ոչ թե քաղաքացու կյանքը բարելավելն է, այլ խաբելը, որ նորից ընտրվի։ Այսինքն այդ տրամաբանության մեջ ընտրություններից հետո, օրինակ եթե իրանք հաղթեն, մի հատ sense ֆանտաստիկ բան եմ ասում, եթե իրանք հաղթեն, այդ մարդկանց թոշակները ուրիշ ճանապարհ բարձրացրել են, այդ տատիկ, պապիկների քթից բերելու են ուրիշ ճանապարհով։ Իմասա պիլոտային է այս ծրագիրը, ինքը կարա ասի, մենք հաշվեցինք, տեսանք նպատակահարմար չի։ Մենք հաշվեցինք, տեսանք ոչ թե պիտի բարձրացնեինք, այլ պիտի չհասնեինք։ Հələ մի բան է դուք պետք է մեզ փոխարինեք։ Բայց նորմալ է, մենք նորից սկսել ենք այս մարդուն քննարկել, տեսեք։ Մարդ, որը ասում է Արցախ Հայաստանը եւ վերջ, հետո մարդ ասում է ինչի մասին եք խոսում, հազիվ մենք մեզ վերագտել ենք, հիմա դուք զարմանում եք, որ բյուջետային փոփոխություն իրականացնի։ Ոնց հնարավոր այդքան ասել, հետո ուրիշ բան ասել ու չհամաչել։ Մեր տեսեք, իրանք ունեն մի հատ մրցակցային առավելություն։ Դա նրանց ամոթի բացակայությունն է։
Ասում է դաշտ կիչացնի ներքև քեզ կգրի։ Իհարկե։ Ոչ ոք չես կարող անել մարդու հետ, ով կաշկանդված չի սուտ ասելու փաստով։ Առանց իզմերի իշխանություն։ Իհարկե։ Չէ՞։ Եկեք պոզիտիվ բանով, հարցերով։ Давай։ Ինչ եք առաջարկում դուք ձեր Եթե պոզիտիվներ։ քաղաքական, այո, քաղաքական ուժը, դե շատ կարևոր եթե է։ սուտասաներին չենք քննարկում ենք մարդկանց, ովքեր այս պահին հայտ են ներկայացնում, ովքեր Նախարի քարոզարշավի հասկանանք, հայտ ներկայացնում են թե Այո, չէ։ լավ հարց։ Մասնակցելու եք ընտրություններին։ Այո։ Այո։ Ինչ ձևաչափով, պարոն Սարգսյան։ Քննարկումների փուլում Դու հարցս տամ։ Յո, ստեղով լրագրող չհասկացա։ քննարկումների փուլում ենք, որովհետև շատ երկար ժամանակ հայտարարում ենք, որ լայն կոնսոլիդացիա է անհրաժեշտ սրանց իշխանազրկելու համար եւ քննարկումների փուլում ենք գտնվում։ Ավել բան եւ մանրամասներ չեմ կարող բացատրել, որովհետեւ կոռեկտ չի այս փուլում, այսինքն կգանք պայմանավորվածության վերջնական հայտարարությունով հանդես կգանք, բայց ձևաչափը գնում ենք դեպի կոնսոլիդացիոն մասնակցության ձևաչափին։ Այսինքն եթե չստացվի կոնսոլիդացիան, չեք մասնակցելու։ Հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ տեսեք, մեր նպատակը բոլոր տեսակի նպատակներից առաջ գերական նպատակ հռչակել ենք Նիկոլ Փաշինյանին իշխանազրկումը, որովհետև բոլոր ճարիքների պատճառը նա է եւ Հայաստան ունի բավարար չափի ներուժ եւ ինքնիշխան լինելու, եւ հզոր լինելու, եւ հարուստ լինելու, եւ Հայաստանի բոլոր քաղաքացիները կարող են լիարժեք բարեկեցիկ կերպով ապրել, բայց ունի մի խանգարող հանգամանք, որին պետք է ճանապարհից հեռացնել։ Հիմա պատկերացրեք շատ այսպես սարավ մենք քայլում ենք անապատով եւ գոյություն ունի պատնեշ։ Հաջորդ կողմ աղբյուրն է։ Մենք մինչև պատնեշը չհաղթահարենք, չենք կարող աղբյուրին հասնել։ Այսինքն մեր ցանկալի Հայաստանը ունենալու համար առաջնային ճարիքից պետք է մեր դժբախտություններից կրնախբյուրը Նիկոլ Փաշինյանն։ Հետևաբար առանձին մասնակցություն չպետք է լինի ինքնանպատակ։ Շատ լավ։ Իսկ այդ առանձին մասնակցություն չպետք է լինի, հա։ Ոչ թե չպետք է լինի, այլ չպետք է լինի ինքնանպատակ։ Որը վստահություն ունեցանք, որ առանձին մասնակցությունով մենք ունենալու ենք մեր հայրենակիցների քվեն, վստահաբար հայտարարությունը բոլորն էլ տես կանեն։ Հիմա իսկ մեզ հայտնի արդեն քաղաքական միություններին միանալու մասին նախորդ թե հնարավոր ոչ հնարավոր այլ այսինքն մենք ձեր մասով բացառենք եղած միությունների դեռ չենք բացառում դրա մասից այլ մանրամասներ դեռևս եկեք բայց նաև հնարավոր է այլ միություն այո որովհետև որոշակի բանակցություններ դեռ կան եղածների մեջ Իսկ կան ինչ-որ մեթոդոլոգիաներ, ինչ-որ հարցումներ, որոնց արդյունքում բարձ կլինի ձեր մասնակցությունը արդյունավետ է, թե չէ։ Թեկուզ կոալիցիոն, թեկուզ մենակ ձևաչափով, ասենք, չգիտեմ, եթե ընտրություններից առաջ հարցում արեցիք ու բարձեցիք, որ չեք հատում այդ անցողիկ շեմը, կհրաժարվեք մասնակցությունից։ Դե բայց ինքը դարձին արդեն պատասխանեց, ինքնանպատակ պետք է չլինի։ Հասկացա, բայց դա ուրիշ է։ Միայն հարցում բավարար չէ։ Հին ընկերս ասում է որովհետև նաև միայն մենք ենք շրջանառում վարկանիշ եւ վարկանիշի աճի պոտենցիալի մասին։ Ինչ է սա նշանակում։ Որ ուժի եւ որ անհատը ունի վարկանիշի աճի պոտենցիալ եւ դա որ ժամանակահատվածում կարող է տեղի ունենալ։ Քարոզարշավի։ Վերջացավ։ Մենք իմիջիալոց դա չենք համարում քարոզարշավ։ Մենք դա համարում ենք ազգային ազատագրական պայքարի գործողություններ, ոչ թե քարոզարշավ, Հայաստանի ԵՍ քաղաքական նախաձեռնություն։ Հա, դուք կոնկրետ ձեր։ Կոնկրետ մենք։ Ես ուզում եմ կամաց բացայտեմ միության հնարավոր։ Դից պետք է մի բաժակ վիսկի լցնես, որ տենց մի բաժակ չի բավարար։ Վիսկի տա։ Այդային խնդրենք վիսկի տա։ Մեկ ամեն ինչ աղջիկն անում է։ Հաստատ։ Վիսկին ինչա չլինի։ Չէ, բայց սա ցավոտ հարց է, հա, հատկապես այս этаպում, երբ որ շատ փոքր նորահայտ ուժեր են հայտ ներկայացնում ու մի կողմից այդ հանգամանքը կա, իրական ուրախալի է, որովհետև բոլորը ծրագիր են բերում, բոլորը ինչ որ փորձում են նոր կրեատիվ մեթոդներով այս անգամ ընտրողին խրախուսել գալ ընտրատեղամասեն 48% չմասնակցողներին տնից հանել, հա, բոլոր մենք շատ կողմ ենք այդ գործընթացին, բայց մյուս կողմից էլ ոնց որ թե տենց ավանդական տպավորություն կա, որ մաքսիմում 3 ուժ է անցնելուն դիմադիր, էլի այս երկիրը որպես կանոն տենց գնում է մեծին է ձայն տալիս, չէ, գլխավոր ընդդիմադիրին է ձայն տալիս։ Ներողություն, քո համոզմունքը ձևավորված է արդյոք այդ հայտնի հարցումների վրա։ Թե դրանից դուրս էլ է այդ համոզմունքը։ Ընդհանուր պրակտիկայից ելնելով, էլի, երբ է դեպք եղել, որ տենց ինչ որ տեսանելի ձայն են ստացել փոքր ուժերը։ Նախ տարբեր ժամանակահատվածի ընտրությունների դրանց անցկացման կարգը, մարդկանց հոգեբանությունը, տրամադրվածությունը միշտ տարբեր է եղել։ Եթե մեր համեմատությունն այս իշխանությունների անցկացած ընտրությունների մասին է խոսքը, ապա մենք պարտավոր ենք նախորդ ժամանակահատվածի ընտրությունների հիման վրա դատողություններ իրականացնենք։
Եթե 2021 թվականը եղել է հակավարկանիշային ընտրություն։ Այսինքն որևէ ընդ որում Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արել է, որ հակավարկանիշային ընտրություն լինի, եւ մենք էլ բոլորս մտել ենք հենց այդ տրամաբանության տակ աշխատելու։ Հաջորդը փորձում են նորից հակավարկանիշային ընտրություն դարձնել։ Բայց չի ստացվում։ Չեք կարող ասել, ինչի օրինակ ինչից եք համոզված, որ չի ստացվում։ Որովհետև այդ նախկին ներկա հակավարկանիշը պարտադիր չի մեն նախկին ներկա դիսկուրս շրջանակներում լինի։ Հակավարկանիշային ընտրությունը ծայրագավառ ու Եվրոպա, չգիտեմ ինչ այդ թվում մարդու տրամադրվածությունն է ում ավելի շատ ատում, ումից եմ ավելի շատ զզվում։ Տեսեք, Հայաստանում իրավիճակ է ստեղծվել, դուք եք նաև խոսում հենց հիմա կոնսոլիդացիայի մասին, որ ու ձեր խոսքի մեջ կարծես թե կա որոշակի համոզմունք, որ այո, այդ կոնսոլիդացիան, այդ խոշոր ուժերը կամ ինչ որ 3 ուժեր, որ պետք է անցնեն, անպայման պետք է գնալ դրա ուղղությամբ։ Վերջին հարցումներով տարբեր կազմակերպությունների, այդ թվում ոչ հրապարակված տվյալների հարցումների հիման վրա Հայաստանի քաղաքացիների մոտավորապես կեսը ոչ մեկին չի վստահում։ Բայց ներողություն, տարի կես առաջ դա 70% էր, հիմա է դառել կեսը։ Էլի վատ, չի։ Ես համաձայն եմ, չի վստահում, բայց չի վստահում, բայց հետեւաբար պետք չի կենտրոնալ բացառապես մի քանի ուժերի վրա։ Շատ բարի։ Այսինքն այն 50% միջանկյալ հարց է դեպքում։ Եկեք այստեղ կարևոր շատ կարևոր խնդիր կա, տեսեք ինչն է նաև հարցը։ Ինձ ընդհատում է հասկացել։ Մենք ունենք շատ բևեռացված հասարակություն։ Հիմա եթե մի ուժ հնարավորություն ունի որոշակի իր վարկանիշի հիման վրա ձայներ ստանալու, քվեներ ստանալու, շատ դեպքերում միացումները տալիս է ավելի կորուստներ։ Սա շատ կարևոր հանգամանք է ինչ առումով։ Մի մասը ատում է ռուսամետներին, հաջորդ արևմտամետներին, այն մյուս մասը նախկիններին, մեկը ներկաներին, նույնիսկ հավասարակշռված մոտեցումներին ատում են։ Ինչու՞։ Որտեվ ասում են դեպպես էլ չկողմնորոշվեցիր, այսինքն թվում է թե խաբում ես մարդկանց։ Այսինքն ծայրահեղական մտածելակերպնացումներ ես մարդկանց են ատում։ Հիմա պատկերացրեք կարողանում եք ստանալ որոշակի մեր հայրենակիցների պայմանականորեն 3, որ անցողիկ շեմ չասեմ, 3%-ի համակրանքը եւ վստահությունը։ Ինչ որ ուժի միանալու պարագայում, որ նրա շանսը մեծ է խորհրդարան, ավելի մեծ ուժով անցնելու դեպքում, բացի դա 2% կարող անգամ գրանցեք։ Այսինքն սրանք այնքան ճշգրիտ հաշվարկներ են, այդպես ուղակի դատողություններ անել կամ սոցհարցումները վերջերս էլ եմ հայտարարել անդադ, նորից եմ հայտարարում։ Սոցհարցումները Հայաստանում այդպես ոչ թե տրամադրությունների ստուգում, այլ հակառակը տրամադրությունների վրա կոնկրետ ազդում է։ Բայց ես թվում անցել է այդ բանը, քանի որ ամեն մեկը հիմա իրանն է հրապարակում, ու իրանք տարբեր թվեր են պարունակում, բայց ամեն մեկի հրապարակացնել կեղծ է ախր։ Հենց վատը դա է։ Լսարանը նայում է, ասում է, չի կարա երկու հատ չէ իրար հակասող թիվ լինի։ Ուրեմն բոլորը մեր ձևով ասում են քարոզություն։ Սա կարևոր բան կա։ Ուժեղ Հայաստանը։ Ժողովրդի հավաքական նյութը, զգացողությունը միշտ ճիշտ է դուրս գալիս։ Մի քանի տարի հետ գնացեք համեմատելով, հաշվարկելով եկեք։ Մարդիկ տեսնում են երկու տարբեր իրականություններ, վստահությունը նույնիսկ չեն կարող, գիտեք, չէ՞ հիմնավորել։ Նույնիսկ կարող ենք չկարողանանք հիմնավորենք, բայց նրանց հավաքական նյութը, ասում եմ, հաստատ խափում են, վերջ։ Այսինքն չգնացին այս ուղղությամբ։ Լավ, 21 թվին գնացին Նիկոլին ընտրեցին, համարում էին, որ չի խափում։ Ես չեմ համարում, որ 21 թվականին գնացին Նիկոլին ընտրեցին։ Ես ուղղակի դրա իրավունքը չունեմ, դրա իրավունքը ունեն այդ քաղաքական ուժերը, ովքեր որ ընդունեցին Նիկոլ Փաշինյանի հաղթանակի արդյունքները։ Ու սիրեցի ես այս պատասխանը։ Ովքեր գնացին խորհրդարան։ Այո, ովքեր որ չբողոքարկեցին ընտրությունների արդյունքները ու Իսկ ով ասում որ չբողոքարկեցին։ Չբողոք միած ՍԴ-ի բան ա եղել միջնորդություն ու թեվա թափ արած։ Ես զարմանում եմ վերջից անդադ ասում է չբողոքարկեցին, բայց ես հիշում եմ դատական նիստեր էր, ես էլ նստած էի լսում եմ այդ նիստերը։ ՍԴ-ն ա եղել դատական նիստ։ Հա, նույն կարելի է դատարաններ դիմել։ Ահա, հարցով ընկերոջս որոշակի առնչվեցինք դրա համար եկեք հարցը շրջացենք ասենք։ Ես ոչ կապ չունի դրա հետ, բայց ՍԴ-ն է միակ դատարանը, որ այդ հարցը քննում է, բայց ով դի։ Ընտրակեղծիքները դատարան չի գնում, բան։ Սահմանադրական դատարան։ Տենց տեղամասերի ընտրակեղծիքները գնում է համադական դատարանը զբաղվում է իրավապահ ունեմ սկզբում որևէ ընդդիմադրին որևէ դուխոս չասելու, բայց չէ, մի հատ ուրիշ բան ասեմ, հա։ Այդ ժամանակ համարում են կեղծած։ Եղավ հայտարարություն, որ այո, մենք ընդունում ենք դա ուրիշ հարց է։ Եղել է այդպիսի հայտարարություն, եղել է գործիչ որ արել է։ Ես էլ եմ համարել, որ պետք չէ ընդհանրապես վերջացավ։
Դե հիմա, բայց Չէ, գնալը դնենք մի կողմ, նույնիսկ եթե գնում են, բայց այդպիսի հայտարարությունով չէր կարելի հանդես գալ եւ ասել, որ Նիկոլ Փաշինյանը հաղթեց։ Միքայել հետ մի հատ հարց տամ էլի, այդ որ դուք պատմում եք, ասում եք, այդ 3%-անց կարող է հնարավոր լինի հաղթարել նոր ուժերի կողմից, որովհետև 50%-ը գրեթե, հա, ասում եմ, ոչ մեկին չեմ հավանում, ոչ մեկին չեմ ընտրել դեռ։ Ինչքանով է իրատեսական այս ժամանակահատվածում այդ 50%-ին ճանաչելի դառնալ, ինչքանով է հավանական, որ այդ խիստ անտարբեր, հա, 50%-ը, որը որևէ կերպ չի արձագանքել, ոչ Արցախի հանձ նմանը, ոչ, չգիտեմ, թեկուզ ասֆալտի նոր ասֆալտի առկայությանը, որ միջև հիմա չի հասցրել իր ընտրությունը կատարի, այդ մարդը հասցնելու է ու իրան տեսանելի եք դուք լինելու կամ տեսեք, հաջորդ հարցման արդյունքի վերաբերյալ ասեմ, օրինակ մոտավորապես Հայաստանի քաղաքացիների կեսն էլ սպասում են դեռևս ծրագրերի հրապարակմանը, որ չեն վստահում, դեռևս սպասում են ծրագրերի հրապարակմանը, սա մեկ ուղղություն, երկրորդ, եթե հաշվարկ, օրինակ ճշգրիտ հաշվարկ անհրաժեշտ շատ, եթե 2-3%-ի հավակնորդներ միանում են ու դառնում են 4%, միգուցե սա ավելի էֆեկտիվ է, քան 1-3%-ի հավակնորդը այլ 8%-ի հավակնորդի հետ գնա մեկ դառնա։ Դրանք ճշգրիտ, դրանք համար եմ ասում, մենք հայտարարությունով հանդես գանք այն ժամանակ, երբ որ ճշգրիտ բոլոր պատասխանները կտանք։ Այսինքն մենք հստակ կբացատրենք ինչու ոչ է Smart-ու հետ, այլ ինչու iOS թիմի հետ կամ ինչու ընդհանրապես միայնակ։ Բայց ինձ համար շատ զարմանալի միտք ասացիք, անկեղծ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ սպասում են քաղաքական ծրագրի հրապարակմանը։ Ո՞ց Իսկ թվում էր պատկերացրեք, դու մտածում ես, որ մարդիկ այդ ծրագրերը կարդում են։ Հա։ Եթե դու երկար տալիս ես, օրինակ, տեսեք, իմ դոկտորական աշխատանքի եթե դնենք սեղանին կամ հրապարակենք 7 օր էջը, ոչ մեկ չի կարդալ։ Դա։ Իսկ եթե համառոտ բայց դրա թիրախային, երբ որ 25 վայրկյան ռիլով տալիս ենք, այո, մարդիկ լսում են։ 25 վայրկյան ռիլով չես կարա այդ ծրագիրը։ 25 վայրկյան ռիլով յուրաքանչյուր սոցիալական խմբին հրապարակել ենք արդեն մի քանիսը, եւ տալիս ենք առաջարկ, եւ տալիս ենք հիմնավորում։ Դե որևէ մեկը իշխանություն, ընդդիմադիր, փորձագետ, որևէ մեկը դուրս կա բանավեճի եւ ասի այդպես բան չի կարող լինել։ Ներկայացնելու մասին ես խոսում, որտեղ կարող լինեն բուկլետների տեսքով, հոլովակների վիդեո հոլովակների տեսքով, այո, գրավոր ստատուսների տեսքով, գրատվական իհարկե ոչ միայն։ Որպես ծրագիր իմոտ ծրագրով մարդիկ ընտրում են, ասենք, չգիտեմ, Նայիրի Սարգսյանն ասում է, ես թոշակը կբարձրացնեմ 100,000 դրամով, չգիտեմ, Պողոս Պողոսյանն ասում է կբարձրացնեմ 20,000 դրամով։ Հնարավորեցինք։ Հիշում եմ ճիշտ։ Անկեղծ իրանք այդ ծրագրով, այսինքն ինձ թվում է ընտրողը շատ բան արած է, հա, շատ խապված է ու այդ խապվելու արդյունքում շատ թերահավատ է։ Ամեն անգամ իրան ընտրություններից առաջ ասել են, էս ասֆալտն էլ կլինի, փողն էլ կլինի, չգիտեմ։ Լավ, այդ դեպքում ո՞րն է ընտրության բանը։ Ինչի իման վրա են ընտրում։ Իսկ հիմա անձերով են ընտրում։ Չէ, համաձայն չեմ այստեղ, տեսեք։ Այո, անձեր իրակենտրոնացում միանշանակ կա։ Համաձայն եմ։ Մեկի դեմքը մեկի հաջորդին դուր է գալիս, մյուսին դուր չի գալիս եւ այլն, այսպես։ Մեկին ուժեղնապետ, մեկին փողնապետ, մեկին չի։ Այսքան ժամանակ այդպես դետալիզացված, իրատեսական ու հիմնավորված ներկայացում դեռևս չի եղել։ Մարդիկ միշտ ասում են դուք գալիս եք մեզ հանդիպելու ընտրություններից, ընտրություն գալիս եք խոստում եք տալիս ու գնում եք։ Հիմա մենք ինչ արեցինք։ Տարի ու կես մոտավորապես առաջվանից կամ միգուցե 2 տարի արդեն լինի, հստակ թիրախային նորից ըստ ոլորտների եւ սոցիալական խմբերի։ Պաշտոնական նամակներով դիմեցինք կառավարություն, ասացինք այս ոլորտը կարող եք այս ձևաչափով զարգացնել հետեւյալ ակնկալվող արդյունքներով։ Կառավարությունը ոչ մեկ շանտեղ չի դրել այդ բանին, չէ, 20% կատարին չեն կարող չկատարել։ Օրինակ մենք ասացինք պետքա գյուղատնտեսության շահութահարկի արտոնությունը հետաձգել, բայց մենք ասել ենք մինչև 40 թվական հետաձգեք, իրանք քանի որ նախընտրական ժամանակահատված էր, հետաձգեցին մինչև 26 թվական դեկտեմբերի 31 չէին հետաձգելու։ Նույնիսկ չէին էլ կարծացել, որ այդպիսի բան գոյություն եւ ավարտում է ժամկետը։ Նորից այդպիսի բաներ տեղի ունեցավ, բայց տեսեք, ամենակարևոր պատասխանները, ապաշնոր պատասխանները նրանց։ Օրինակ տալիս ենք մենք, ասում ենք դու պետք է ունենաս էկոնոմիկայի զարգացման համար A, B, C քայլերը, էկոնոմիկայի նախարարը պատասխան է ուղարկում, նախարարությունը պատասխան ուղարկում, ասում է շնորհակալություն, լավ բան եք ասում, փորձում ենք անպայման գնում ենք այդ ուղղությամբ, ֆինանսների նախարարությունը ասում է նպատակահարմար չեն գտնում,
Պետեկամուտների կոմիտեն ասում է չենք անելու եւ վերջ։ Հիմա սա հանրայնացնելու նորմալ Նիկոլի իշխանությունն է։ նորմալ է, բայց դուք պատկերացեք մենք սա էկոնոմիկայի նախարարության պատասխանից։ Դե կարող Վահանի ժամանակ։ Ես էլ եմ կարողանալ։ Կարող Վահանի ժամանակ է։ Չեմ կարող հիշել։ Իչը Վահանի ժամանակ։ մեկի ժամանակ է։ Վահանը որտեղ մի քիչ ամեն դեպքում գիտեր այդ էկոնոմիկան, էլի։ Ինչ ուզում Չեմ կարծում, բայց ամեն դեպքում։ Չես կարծում որ գիտեր, թե չես Չեմ կարծում որ գիտեր։ Հա, լավ։ Որովհետեւ բայց գնացածների հետևից կամ լավը կամ ոչինչ այդ սկզբունքով։ Բայց նաև ինձ հետաքրքիր է որ դու փաստորեն տենց ակնկալիք ես ունեցել, որ դիմել ես պետական մարմիններին, ասել ես ISSS պիտի անես, մի մասն էլ իրենք արել են։ Մենք ենք կրթություն արել էլի։ Չէ, կրթությունը հələ մի կողմ թողնենք։ Բա ինչի ես ուզում իշխանության փոխես, հենա օգնի թող այդ մարդիկ տես նորմալ գործ անեն։ Տեսեք, օրինակ Արայք Հարությունյանը, հիշեցի իր անունը, երկար ժամանակ չի հիշում։ Վաննա ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է, չէ՞։ Որ ծանրաձողը դակ ինչ կանի։ Ուրիշ աբսուրդ բաներ կա այս երկրում։ Գցի ոտքին, չէ։ Չգիտեմ։ Ծրագիրը որ տակ գցելու են ոտքին նույն ձևաչափով։ Ինչի մասին է խոսքը։ Տեսեք, միշտ գոյություն ունի էֆեկտիվության եւ կառավարման գաղափար, դրա հիմնավորվածություն դերակատարողը կատարողը։ Որովհետեւ դուք կարող եք հանձնարարություն տալ նորից Արայք Հարությունյանն ասենք, Արայք Հարությունյանը դե տարեք 20 կիլոգրամ ծանրաձող տվեք, ասեք բարձրացրու։ Ոտքի տրամով կգնա Իզմիրլյան։ Ես կարծում եմ Սպարտադիպ ինքը ծանրամարտիկ կլինի, ծանրամարտիկ է դրանից, շտանգա բարձրացնող լինի, որ գնա այդ ֆեդերացիայի նախագահի։ Չգիտեմ, էլի Էկոնը մի անգամ այդ բանի ծանրամարտի մրցում նայած լինի կամ մինիմալ էլի։ Այլ պատասխանը կարող դառնեմ փոքրի պաշտպանը։ Լասա։ Եթե ծանրամարտիկ, այսինքն ուղիղ պետք չի հասկանալ իրեն։ Մարդը նվազագույն մենեջմենթի գաղափար պետք է ունենա։ Կարող է ինքը ընդհանրապես մարդը ունակա թե ունակ չի որոշակի գործողություն կատարելու։ Էլ ինչ անեն այս ԿՊԱ-ականները, խեղճ ու գրակ ԿՊԱ-ականները, որ հասկանան, որ որևէ բանի ունակ չեն այս մարդիկ։ Բան չենք հասկանում, էլի մերոն ասելով չենք հասկանում, ամեն ինչ օծում։ Բայց իրենք են բացահայտ ասում, չէ։ Նրանք ովքեր ընտրում են։ Ընտրելու են։ Չէ, ման։ Տեսեք, եկեք ընտրողներ չվիրավորենք, որ գնում ընտրում են, նշանակում է մենք թերացել ենք։ Մենք բացատրել, այո։ Մենք վատ ենք իրանց հետ աշխատել։ Այս նոր ենք ոնց որ սրա մասին բարձրացել։ Ասենք այդքան խոսել ենք, բարձրացանել ենք։ Եթե ընտրում են, ուրեմն ես չեմ կարողանում նորմալ բացատրել։ Վերջացավ։ Բայց գիտես, տենց մենք էլ ենք էլի փորձում նիկոլականություն անենք, մեղքը գցենք ուրիշի վրա։ Չէ, տենց անհավատ ընտրողներ ունի։ Գոնե ես դա միշտ լինելու է։ Միշտ խոսել ենք դրա մասին, գոնե ես ու դու միշտ ասել ենք, դա հենց ուղիղ մեր մեղքն է։ Ճիշտ է, ժողովուրդ, բայց դա նորմալ է, որ 21 թվականին, երբ որ ես էի Կարոզարշավի մեջ, ես չեմ կարողացել այնքան համոզիչ լինել, որ ինձ ընտրեն ոչ թե Նիկոլին։ Ո՞վ է մեղավոր։ Ես մի քանի հատ տենց բան երթվել Նիկոլի ընտրող գիտեմ, ու այս վերջերս մեկը դարձի է եկել, շատ անսպասելի։ Հա, շատ հաջողություն է համարում։ Ես իմ բանը չի, իմ քարոզի արդյունքում չի։ Մի օր որ անոներ, բանի Շիրակի մարզում մի հատ անուն ունենք, է։ Ինչ անուն։ Անուն են որ հելավ։ Հա, Բախուրյանցի։ Կաշապետելս հետ եկել Բաբկենի հարևանը ավարտեց։ Պողոսը։ Չէ, այս դեպքում, որ դու պատկերացնես այնքան երթվել ընտրող էր, որ ոչ մի արգումենտ իր վրա չէր ազդում, ինչն է ազդել։ Շատ պատահական Նիկոլի Շարասյանը անցնելուց ա եղել ինքը տենց պատահաբար սխմել է բանին, մեքենայի ազդանշանին, սիգնալ է տվել ժողովրդական լեզվով ասել, եկել են տուգանել են, ջղայնացել է, ասել է ես պատրաստ եմ ամեն անգամ այդ 5000 դրամը վճարեմ, հիմա սրանից հետո հատուկ սիգնալ եմ տալու, եթե դուք չեք բան, մեկ էլ Նիկոլի մեքենայի համարները այդ մեկ փոխել է։ Ասում է, բանա խելքը գցել է մարդը իրան արդեն բանա թակավոր ազգում։ Թիմ 1 մարդը։ Կարևոր հարց, խելքը գցել է, թե ինչ անում է պլանավորած։ Իսկ ունեցել է։ Ես կարծում եմ անկեղծ կարծում եմ հա։ Տեսեք։ Դրա համար հարցը վերջացնեմ էլի, ներողություն։ Խելքը գցել է, թե պլանավորած, ծրագրավորած անում այն ինչ որ պիտի աներ։ Ես միքսի կողմնակիցն եմ։ Իմ կարծիքով կան շատ հարցեր ծանրաձողի օրինակի հիմա, որ իսկապես չեն կարողանում, որովհետև դրա համար պետք է խելք, հմտություն, կարողություն եւ այլն, իսկապես դա չունեն։ Հաջորդը միանշանակ կա ծրագրավորված քաղաքականություն, որովհետև մարդը չի կարող, ինչքան էլ ուզում է կառավարության նիստի ժամանակ հայտարարի, որ իրենք մնացել են նույն առաջին դասարանում եւ իրենք այոտը գետ են, 8 տարվա մեջ կան էլեմենտար բաներ, որ մարդը չի կարող ուղղակի չսովորել, անհնար է չսովորել։
Եվ երբ որ նայում ես սրանց կատարած քայլերի տրամաբանական շարունակություն, դա հասկանում ես, որ ինքը ուղղակի ծրագիր է իրականացնում։ Բայց դու հիմա իրար հակասող երկու բան ես ասում։ Համադրում եմ ես միմյանց։ Չէ, բայց դա համադրում հակասություն։ Այո, ունի արած։ Օրինակ նույն թոշակը, չէ, ինքը չէր պլանավորել, որ մի ամիս առաջ պիտի ասի, դուք չգիտեք 10000 դրամով ոնց ծախսեք, հետո մի ամիս հետո այդ թոշակը 10000 դրամով բարձրացնի։ Ասեմ, հենց թոշակ շատ լավ օրինակ վերեց։ Չգիտի թոշակի եկամուտը որտեղից ստեղծի, տվեցինք, չէ, բանաձև որտեղից ստեղծի։ Մենք ենք բատվել 800 միլիարդ դրամ։ Այդ մարդիկ նորմալ աշխատում են։ Մենք հայտարարել ենք 800 միլիարդ դրամ լրացուցիչ եկամուտի աղբյուր։ Դա համար պետքա գիտելիք եւ հմտություն, որպեսզի դա բացահայտի։ Սա չունեն միանշանակ, բայց այն որ գնում են օրինակ առողջապահական կամ գնում են 8 միլիարդ դոլար պարտքեր ներգրավում, որ թոշակառուին ավելի աղքատացնեն, սա էլ արդեն ծրագրավորված քաղաքականությունն է։ Այս երկուսի համադրումն է։ Իրանց պետք չի հակադրել։ Մեկ է այստեղ հակասություն եմ տեսնում, որովհետև եթե դու եկել ես ծրագրով քանդելու, ամենևին էական չի, դու ինչ-որ բան գիտես թե չգիտես։ Էական է։ Էական է։ Չէ, ես վստահ եմ, որ ինքը կուզեր չքանդեր։ Ես համոզված չեմ բոլորովին։ Հա, չէ, որովհետև այդ մարդը կուզեր այն ինչ որ ինքը բարերով ներկայացնում է, ես վստահ եմ, որ ինքը կուզեր հաղթեր Արցախյան պատերազմում, ինքը կուզեր չքանդեր, ինքը ուղղակի չի կարողանում, ինքը այդ հմտությունները չունի, այդ ասած գիտելիքները չունի։ Ցայտնոտի անընդհատ հրշեջի վիճակում է։ Որտեղից են գիտելիքները, որոնք հետևողականորեն բերեցին այս վիճակին։ Այդ արդեն գիտելիքների բացակայությունն էր, ոչ թե գիտելիքներն։ Գիտելիքների բացակայությունը դրան չէին կարող բերել։ Օրինակ գնալ կանգնել Ստեփանակերտում, ասել Արցախը Հայաստանն է եւ վերջ, այս պայմաններում։ Արտաքին գործերի նախարարը նախքին, հա, իր այդ գործողությունը բանը հանդիպումների ժամանակ օրինակ ասի, որ մենք չենք բանակցելու Ադրբեջանի հետ։ Այս գործողությունների, հա, այս գործողությունների հաջորդականությունը սանգրագիտություն չի։ Ձեր նկարագրածը չի կար այդքան անգրագետ։ Դա ծրագրավորված սցենար, դրան համաձայն եմ։ Բայց հաջորդ գործողությունները կան եւս գործողություններ, որոնք էլ անգրագիտության արդյունք են։ Ընթացիկ կառավարման մեջ։ Կառավարման մեջ, ոլորտի ձախողման մեջ, կադրերի մեջ։ Կա մի տեսություն, որ եթե ուզում ես պետությունը քանդես, անգրագետներին դարձիր նախարար։ Համաձայն եմ։ Հիմա այսա, հիմա դες ասում ես, ինչ է այս հակասությունը տեսնում իրար։ Բա եթե դու չիմացող անգրագետին տարել ես նշանակել նախարար, չգիտես որ այդպես ալի։ Դրա նպատակը ի սկզբանե ծրագրավորած պետություն քանդելն է։ Իսկ կարող է դու այնքան ինքնավստահ ես, դու այնքան մտածում ես, որ քեզնից խելացի մարդ պետք է չլինի, ու մի քիչ էլ քեզնից ավելի փորձառու խելացի մարդիկ, երբ որ քեզ առաջարկում են, ասում են, արի մենք քեզ օգնենք, արի քեզ աջակցենք, ասենք չգիտեմ, հիշում եք 18 թվականին աշխարհում այդպես մարդ չկար, որ պատրաստ չէր իրան օգնելու։ Նույնիսկ հանրապետական նույն Աշոտյանն էր 100 անգամ ասում։ Բոլորը, ասենք չգիտեմ, սկսած Բագրատյաններից վերջացրած Աջեմօղլուներով բոլորը պատրաստ էին իրան աջակցեին, այդ մարդը նախընտրեց Արարատ Միրզոյանին, Անեն Սիմոնյանին եւ Գևորգ Պապոյանին, որովհետեւ այդ տղեկը իրան անվերապահորեն ենթարկվում են, որովհետեւ այդ տղերքը ցանկացած իր բարբաջանքին հայն ասում։ Ես ուզում եմ մենք մի քիչ էլ խոսենք Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին եւ հատկապես դրա նաեւ քո մասնագիտությունը հաշվի առնելով դրա տնտեսական հետևանքներին Հայաստանի վրա։ Այստեղ որ մի քիչ մեզ ինքան իրազեկես։ Ինքան պատման ասեցիք, հազացի։ Տեսեք, շատ վտանգավոր է իրականում, որովհետև այս այլ արդեն անգրագիտության արդյունք է։ Հիմա փորձեմ երկուսը համատեղեմ, հա։ Իրանի շուրջ որ օղակ է սեղմվում էր, սա քաղաքական գործիչների համար ակնհայտ էր, չէ՞։ Ոչ միայն քաղաքական իսկ։ Պետության կառավարիչները, պետական գործիչները առավել եւս պետք է զգոն լինեն եւ ավելի հեռուն կանխատեսեն ռիսկերը, նվազագույն ռիսկերը գույքագրեն, փորձեն դրա կառավարման ուղիները որոնեն։ Եթե գիտես, որ Իրանի շուրջ օղակ սեղմվում եւ որ մի օր դեռևս պատերազմ չանվանենք, հա, ռազմական գործողություն կարող է տեղի ունենալ, այո, ապա դու գիտես, որ ունես Չինաստան, Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ արտահանումն եւ ներկրում։ Ինչ է արել քո մատակարարման շղթան անխապան պահելու համար։ Երբ որ այլ հարց է օրինակ տեղի ունենար ամառվա ամիսին, այլ հարց է, որ գարնան սկզբնական շրջանում, որ ծնհալը կարող է Լարսի անցակետում շատ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել։ Նման պարագայում ներկրում եւ արտահանում իրականացնող ընկերությունների հետ ընդհանրապես պետք է նստել գույքագրել, առաջիկա 6 ամսվա պլանը մշակել, բանկերի հետ վարկավորում այո կազմակերպել
եւ սուբսիդավորում հատկացներ։ Հետագայում իհարկե հետ ստանալու պայմանով։ Չի կատարվել, չէ՞, շարունակում է չկատարվել։ Ինչու՞։ Սա տգիտությունն էր, բայց միևնույն ժամանակ մի որոշ առումով համամիտ եմ քո ասացի հետ, որ չէ, սա ծրագրավորվածներ։ Այսինքն բերում է թուրքական սահմանի բացումը դառնի նախընտրական քարոզարշավի նյութ, որ կենսական նշանակության, այո, կենսական նշանակության մենք պարտորեն եղբայրական Թուրքիայի սահմանը բացել, Ադրբեջանի նախագահին գնա շնորհակալություն հայտնի, ինքը իր հերթին Այսինքն փորձում են Իրանի հատվածով արտահանում ներկրումները փոխարինել Թուրքիայի հատվածը։ Հետևաբար թուրքական տնտեսական եւ քաղաքական ազդեցության զոնա մտնենք ամբողջությամբ ու սպառվենք։ Իսկ թե ինչ հետևանք կունենա սա Հայաստանի Հանրապետության վրա, նավթի թանկացումից սկսած, բարելի դիմաց արդեն $120 անցել է, իսկ մեր միայն էներգետիկա 30%-ը հենց աշխատում է վառելիքային հիմքով։ Այսինքն էլեկտրաէներգիայի սակագներից մենք Ռուսաստանից ներկրելու հնարավորություն չունենք։ Ռուսաստանից ենք ներկրում այսպես թե այնպես, բայց եթե նավթի սակագին բարձրացավ, այո նաև Հայաստան ունի Ռուսաստանի Ռուսաստանի հետ գները ոնց որ գազի դեպքում որոշակի քվոտավորում ունենք, իրենց ներքին բաստողման արժեքով Հայաստան արտահանում են։ Բայց ցանկացած նմանատիպ պայմանագրի մեջ գոյություն ունեն իրավիճակներ, այո, որ կարող են նրանք տատանվել։ Մանավանդ ադրբեջանական, այսպես կեղծ ադրբեջանական բենզինի ներկրման ֆոնին, չէ՞ որ ինքը այսպես մատը մտցրել է մեղվի պետակը ու մի կողմից է Ռուսաստանին այդպես մեր դեմ հանում։ Իսկ ընտրողին հնարավոր է լինելու է Թուրքիայի սահմանը բացել է, ծախել, որովհետև իմ պատկերացմամբ ոնց բացել է Թուրքիան մի օրում, նենց մի օրում կարա փակի։ Մենք ընտրողի հետ պետք է աշխատենք։ Ստատիկ բան չի, էլի։ Տեսեք, ընտրողը դուք խոսում եք 40% պաշտոնապես աղքատ բնակչություն ունեցող երկրի քաղաքացիների մասին, եթե նվազագույն սպառողական զամբյուղով ենք դիտարկում 50-60% մինչև աղքատություն ունեցող։ Այսինքն դուք պատկերացրեք այդ մարդկանց օրական ծանրաբեռնվածությունն ու հոգսերը։ Նույնիսկ լուրերին կարող է չհետևեն։ Գումարած, եթե փորձում է լուրերին հետևի, տեղեկատվական տարափը մենք ինքներս մեջ դնելով չենք կարողանում, չէ՞, շատ դեպքերում այդպես չենք հասնում։ Նայած ինչի է հետևում, թե համայնքա նայում մի ցուցանիշ կունենա, եթե չգիտեմ, TV5-ը նայում մի ուրիշ։ Այս բոլոր կոմպոնենտները եթե համադրում ենք եւ թիրախային աշխատում ենք, վստահեցնում կարող ենք։ Բայց եթե նորից ապակ կենտրոն աշխատանք տարանք, ոչ չենք կարողանալու։ Շատ անհանգստացնող հարց է։ Ես ուզում եմ մեր հետևորդներից Ալեքս Բուշկոյի հարցը հնչեցնեմ, անկեղծ ասած, ես այդ հարցը լավ չեմ հասկացել, ենթադրում եմ մենք իրար հետ կհասկանանք։ Հարց յուրին։ Անկախ ընտրությունների արդյունքների հունիսի 8-ին ոստիկանը մերն է։ Ես անկեղծ չեմ հասկացել հարցի։ Ակնարկա, որ ոստիկանական ուժերով ընտրությունները կեղծվելու, ու եթե այդ կեղծիքը եղավ, մենք շարունակելու ենք ոստիկանին համարել իրավապահ։ Քանի որ հարցը ուղղված է։ Այո։ Յուրին ես էլ ինքեւ չհասկացա, բայց շատ կարևոր հարց, օկտատերը իրական օկտատերը թե ուղղակի չէ, Ալեքս ինքը իրական օկտատեր է։ Ու շատ ակտիվ։ Դեպքում կխնդրենք, որ հա, օկտատիրոջը եւս մեկ անգամ հարցը վերաձևակերպի հարցը, որ հետո հնարավորություն ունենանք արդեն կանենք։ Չէ, ուղղակի հունիսի 8-ին, եթե եղան, ասենք, տենց բացահայտ կեղծիքներով արդյունքներ, մենք ինչ պետությունում կարողանանք եկեք այսպես վերաձևակերպենք։ Կարևոր է իրավիճակից, այսինքն ինչպիսի արդյունքներ, ինչպիսի ընտրակեղծիքներ, ինչպիսի հասարակական տրամադրվածություններ, ինչպիսի բաշխվածություն ձայների ընդունել թե չընդունել պարտությունը, այսինքն ես ինքս տեսակով այդպես նույնիսկ բլոտի պարտությունը չեմ ընդունում։ Հետևաբար ես նույնիսկ բլոտը չեմ, ես ինչ ավարտեմ։ Չէ, ինձ թվում է չի լինելու այդ ֆորմատը, որ կեղծիքի արդյունքները այս անգամ այն 21-ին գճվածությունը չկա, ինձ թվում է, ու ինչ որ տենց ավարտի զգացում ունենք։ Ինքը իշխանությունը պահելու համար ամենը պատրաստ է։ Բոլոր մեթոդները։ Այդ հասկացանք։ Իսկ հասարակությունը պատրաստ է իր իշխանությունը եւս 5 տարի հասարակությունը ախր միշտ է պատրաստ ու միշտ պատրաստ է եղել, պատրաստ է լինելու։ Շատ կարևոր է ով է առաջնորդում, այո։ Դրա համար եմ ասում, մինչև չունենանք ձայների բաշխվածություն, հարցին չենք կարող պատասխանել, որտեղ դա կանխատեսելի չի։ Այս փուլում
Մի խոսքով եւ ընդդիմության առաջնորդին ենք ընտրությունների արդյունքում ունենալու եւ չէ ոչ միայն քննության ունենալու ենք ընդդիմության առաջնորդ ընտրությունների արդյունքում եւ ունենալու ենք իշխանություն ընտրությունների արդյունքում։ Իսկ ունենք նոր իշխանություն։ Դե հա Ստալին ենք նոր իշխանություն։ Այս լավ նոտայի վրա է ամփոփենք մեր զրույցը, նորից շնորհակալություն հայտնենք, կարող բան ունեիր ասա։ Ես էլ ուզում ասեի որ շնորհակալ ենք հետաքրքիր։ Մի ժամը մի րոպեում թռավ նկատեցիք։ Իսկ թվում էր երկար կլինի կողոքնեմ, բայց շատ արագ։ Կարանք մի ժամ էլ պայենք, նայ։ Ուղղակի մյուս հյուրն արդեն եկել է։ Հաջորդ անգամ։ Մի ժամից արի։ Շարունակի։ Նայրի ջան, շատ շնորհակալ եմ, իսկապես շատ ինֆորմատիվ, շատ լավ կարծում եմ քննարկում հարցազրույց ստացվեց։ Զարա ջան, շարունակի, հիմա քո հերթը։ Զարա ջան, շարունակի։ Զարան ասում է, որ մենք հիմա գնում ենք տեսանոթ դիտելու, իսկ փոքր ընդմիջումից հետո կվերադառնանք տաղավար արդեն նոր հյուրի հետ։